Ամեն։ Փառք Հիսուսին։ Փառք Հիսուսին, սիրելիներս, ուրախ եմ բոլորիդ տեսներու, անհատական, յուրաքանչյուր։ Եկեք զբաղեցնենք մեր տեղերը Հիսուս Քրիստոսի թանկ ներկայության մեջ։ Գիտեք, ամենաթանկ բանը դա Հիսուսի ներկայությունն է։ Իրոք, ամենալավ բանը, ամենաթանկ բանը, որ մարդը կարա ստանա իր կյանքում, դա Տիրոջ ներկայությունն է։ Դա մի հատ sense հարազատ մի հատ բան է, որ ոնց որ շատ շուտ բանից չես ճաշակել կամ միգուցե մոռացել ես, բայց sense հիշողությանդ մի հատ լավ բան է գալիս, չէ՞։ Կյանքի պատմությունից, կյանքի իրողությունից մի հատ մի բան է sense, մի լավ բան է հիշողությանդ գալիս։ Օրինակ լինում է, չէ՞, խոսքի մանուկ ժամանակ մի լավ կերակուր ես կերել, հա, քո սիրած կերակուրը, բայց արդեն մեծ ես, չափահաս ես, միգուցե մի 20, 30 կամ 50 տարի չես կերել, մեկ էլ այդ հոտը sense գալիս է, sense ասում ես վախ էլի այն հոտն է, ու sense հիշում ես այն լավ բանը։ Մանկության այն լավ պահերի հիշողություն։ Գիտես, սիրելիս, մենք բոլորս արարված ենք Տիրոջ կողմից։ Ճիշտ է, մարդու խնդիրը այն է, որ մարդը ծնվում է արդեն այս աշխարհում Աստծուց անջատված։ Էս է խնդիրը, բայց կա մի հատ ճշմարտություն, որ մենք ինչ որ Տիրոջ կարիքը ունենք, մենք էլ չգիտենք, չենք կարող մինչև հիմա բացվենք, հասկանանք թե ոնց, բայց մենք Տիրոջ կարիք ունենք։ Մենք գառներ ենք, որոնք մոլորված են այս աշխարհում։ Ճիշտ է, ծնվել ենք արդեն մեղավոր կյանքով, մեղավոր կյանքից, բայց մենք նրա անունը, որ լսում ենք, ցնծում ենք, մենք նրա խոսքը, որ լսում ենք, մեր սիրտը բացվում է, չգիտես խի, ինչ որ մի հարազատական կապ կա, ինչ որ մի տեղից։ Ամեն, ամեն, եւ Տերը ասում է, իմ գառները իմ ձայնը կլսեն։ Ամեն, ասում է, ձեզ տեսնողները, չէ՞, մենք լույսն ենք աշխարհի։ Ասում է, ձեզ տեսնողները ինձ են տեսնում։ Շատ է եղել իմ կյանքում, ասենք, մարդու հետ շփվում ենք, մարդը մեկ էլ ասում է, գիտես, նենց հարազատ ես մի ձևի դու։ Առաջի անգամ ենք տեսել ենք, շփվում ենք, խոսում ենք, հա։ Ասում եմ, նենց հարազատ ես դու։ Սենց ինչ որ ձգվում է այդ մարդը, սենց ուզում է ձգվի դեպի ինձ, ասենք, կամ դեպի լույսը, հա, ասում եմ, գիտես, դու Հիսուսին ես ձգվում։ Դու պետք է հասկանաս, որ դու Հիսուսի կարիք ունես, որտեվ իմ մեջ Հիսուսն է ապրում, եւ մարդը տեսնում է, հա, ինքը տեսիլքի վրա է գնում, ասում է, այն լավ եղբայր է, լավ քույր է, ինչ հարազատ ես, ինչ լավ մարդ ես դու, չէ՞, բայց իրականում Հիսուսին է ինքը տեսնում, ինքը Հիսուսին է ձգտում։ Սիրելիներս, մեր ձգտումը պետքա դեպի Հիսուսը լինի։ Ճիշտ է, մենք պետքա լինենք լույս, Հիսուսը մեր մեջ պետքա լինի, ու մենք պետքա ապրենք նենց, որպեսզի մարդը, աշխարհը մեր մեջ տեսնի Հիսուսին։ Ամեն։ Սա ճշմարիտ կյանքն է, երբ որ դու լույսն ես աշխարհի, դա կարող ես դու վստահ լինես, որ վերջում Հիսուսը կասի իմ հարազատ, իմ բարեկամ, արի իմ հոր օրհնության մեջ, իմ հոր արքայության մեջ։ Ամեն։ Գիտեք, ես այսօր ուզում եմ մի շատ կարևոր պատգամից խոսամ, շատ կարևոր, մենք 2 շաբաթից ամսի 16-ին ունենալու ենք ջրի մկրտություն։ Գիտեք, ջրի մկրտության պայմանը սենց է, հավատում ես, որ Հիսուս Քրիստոսը Աստծո որդի է, որ ինքը քո մեղքերի համար խաչվել է, մահացել է եւ հարություն առել։ Խոսք ես տալի Տիրոջը, ծառայես նրան ամբողջ սրտով քո մնացած կյանքի ընթացքը։ Եթե այո, դու կարող ես մկրտվել, սիրելիս, եթե դու ընտրում ես Հիսուսին այսօր, դու կարող ես գրանցվել մեր մոտ ամսի 16-ին կունենանք ջրի մկրտություն։ Բայց ես կուզենամ այս ծառայությունը նվիրեմ մի քիչ պատրաստվելուն ջրի մկրտությանը եւ մյուս ծառայությունը նվիրեմ արդեն մի քիչ խորը հասկանանք, թե ինչ է ջրի մկրտությունը, հա, ինչ իմաստ ինքը ունի, ինչ է կատարվում մարդու հետ, ինչ խորություն ունի ջրի մկրտությունը, մենք մյուս շաբաթ օրը կխոսամ, կխնդրեմ, որպեսզի բոլորդ ներկա լինեք եւ այն բոլոր մարդիկ, ովքեր ցանկանում են իրենց կյանքը հանձնել Տիրոջը եւ մկրտվել, օքեյ։ Աստված շատ օրհնի, բայց այսօր ես կխոսամ ավելի շատ ապաշխարությունից, որտեղ ջրի մկրտությունը դա քայլ երկրուս դեպի Տերը, բայց ամենաառաջին քայլը պետքա լինի մեր սրտի որոշումը։ Այսօր ես կխոսամ մեր սրտի որոշումից, դա ապաշխարությունն է, թե ինչ է ապաշխարությունը։ Ես քարոզի վերնագիրը սենց եմ դրել, նոր կյանք նոր էջից։ Սա մի երազանք է,
Չէ՞։ Ես մինչև Հիսուսին հանդիպել եմ, ես Հիսուսին վերջնականապես հանդիպել եմ, նվիրել եմ իմ կյանքը 14 թվականին, բայց մինչև Հիսուսին հանդիպելը, սա մի մանկական երազանք է եղել իմ մեջ։ Դեն երեխա ժամանակ բոլորս երևի երազել ենք, չէ՞, օրինակ ես տղա եմ եղել, երազում էի թռչող ավտո ունենայի, կամ դառնայի սուպերմենը, կամ կոսմոնավտ դառնայի, հա, իմ մոտ sense մարկաներ էի հավաքում, կոսմոսի հետ կապված, ռակետների հետ կապված, այդ իմ երազանքներ, ասում էի մեծանամ կոսմոնավտ դա, բայց դա երազանքներ է, մանկական երազանքներ է։ Հետո որ մի քիչ արդեն մեծացանք, դառանք չափահաս, գիտակից, հա, զգացի, որ իմ կյանքը ճիշտ չի դասավորվել։ Չնայած նրան, որ ցանկություն կա, յուրաքանչյուր մարդ ցանկանում է, որպեսզի իր կյանքը, իր ընտանիքը, իր նիստ ու կացը, իր ամեն ինչը ճիշտ լինի, ճիշտ ձևավորված լինի, չէ՞։ Բոլորն են ցանկանում, ոչ մեկ իրան վատը չի ցանկանում, բայց մեկ էլ գալիս է պահ, որ դու սկսում ես գիտակցել, մի րոպե, բայց իմ ընտանիքը, իմ կյանքը մինչև այսօր ոնց որ այն կարգավիճակը չունի, այն ճշմարտությունը չունի, որը որ պիտի լիներ, այն բարին չկա իմ կյանքի մեջ, որը որ պետք է լիներ։ Ուրեմն ես սխալներ եմ թույլ տվել։ Եվ ճշմարիտ մարդը իր սրտում, գիտեք ինչ անում, ինքը հետ է գնում, ինքը սկսում է իրան քննել, իր կյանքը քննել, որտեղ է ինքը սխալներ թույլ տվել։ Գիտես, քանի մենք չենք գալիս գիտակցության եւ ինքներս մեջ չենք քնում, որտեղ ենք մենք սխալներ թույլ տվել, որ այսօր այս վիճակի մեջ ենք, բայց պետքա լինենք մի ուրիշ վիճակի մեջ, օրհնյալ վիճակի մեջ։ Ամեն Տերը ուզում է, որպեսզի դու սիրելիս լինես օրհնյալ վիճակի մեջ։ Եվ երբ որ մենք մեզի քնում ենք, գիտեք, երբ որ ժամանակ եկավ, ես ինքս ինձ քննեցի, իմ մոտ մի sense երազանք եկավ։ Ես հասկացա իմ սխալները, ես հասկացա իմ բաց թողումները, եւ ես sense մի մանկական, չնայած արդեն չափահաս էի, հա, 30 անց էի արդեն։ Բայց sense մի երազանք իմ մոտ սկսվեց։ Երանի ինձ հնարավորություն տրվեր իմ կյանքը նոր էջից կառուցեի։ Ես չեմ անել նույն սխալները։ Ու դա երազանք էր ուղղակի իմ մոտ։ Բայց ես հասկանում եի, որ սա ուղղակի մանկական երազանք է, որ հնարավոր չի։ Դու արդեն ապրել ես ու դու արդեն գործել ես քո սխալները, որոնցով որ ձևավորվել է քո այսօրվա օրը, քո այսօրվա վիճակը, չէ՞։ Գիտես սիրելիներս, ես այսօր ուզում եմ քեզ ասեմ, որ սա այս երազանքը Աստված իրականացնում է։ Սա ճիշտ է մանկական երազանք է, բայց այս երազանքը իրականություն է դառնում Հիսուս Քրիստոսի մեջ, որովհետև Հիսուս Քրիստոսի մեջ մենք նոր սկիզբ ենք առնում։ Երբ որ սա իրականում, սա բառից բուն իմաստով իմ երազանքն էր, մինչև Հիսուսին հանդիպելը, ախ երանի sense հնարավորություն լիներ ես իմ կյանքը նոր էջից, ես այն իմ գործած սխալները էլ չեմ անի հաստատ, նոր ձևի կանեմ։ Գիտեք, Աստված տվեց հնարավորություն։ Այն վարքյանից, երբ որ ես հավատացի, որ Հիսուսը կենդանի է, որ Հիսուսը իմ մեղքերի պատճառով խաչի վրա դատվել է, խաչի վրա մահացել է, ծեծվել է եւ հարություն է առել երրորդ օրը։ Գիտեք, այդ պահից, երբ որ ես անկեղծ սրտով հավատացի Աստծու որդուն, ապաշխարանք բերեցի, գիտեք, այդ պահից ինձ տրվեց նոր էջից կյանք, նոր էջից։ Ես քեզ ուզում եմ այսօր ուղղակի համ վկայությունով, համ Աստծու խոսքով, պատգամով կիսվեմ, որ սիրելիս, մի ապրի քո հին, նոր, որ դու սկիզբ ես առել քո ընտանիքից, քո տնից, մանուկ հասակից, այդ պատմությունով մի ապրի, թող դա չլինի քո կյանքի բունը, հա, քո կյանքի արմատը, թող քո կյանքի արմատը սկսվի Հիսուս Քրիստոսից եւ նոր էջից։ Աստված տալիս է այն մարդը, ինչ որ երազում է։ Ինչ որ երազում ես, դա էլ ստանում ես։ Երազի, որպեսզի քո կյանքը սկսվի նորից։ Հերիք ա, գիտես սիրելիս, երբ որ դու շարունակում ես ապրել քեզանով, ես էս եմ, ես այսքան բանի եմ հասել, դուք գիտեք ես ով եմ։ Այսօր շատ քրիստոնյաներ ասում են, դուք գիտեք ես այն վաղտ ով եմ, ոնց որ այն Հայաստանի տաքսու շոֆերները լինեն։ Խի ես միշտ տաքսի եմ քշել, խի ես sense միշտ sense ողորմելի եմ եղել, sense եկել եմ ձեզանից օգնություն եմ խնդրում։ Դուք գիտեք ես ով եմ եղել։ Դուք գիտեք ես ինչեր եմ ունեցել, իմ մարդը ինչա ունեցել, իմ կինը ինչա ունեցել, կամ գիտեք, եթե դու ապրես նման մտածելակերպով, երբեք նոր էջից Աստված քեզ չի թույլ տա, որպեսզի քո կյանքը սկսես։ Իսկ նոր էջից կյանքը դա Հիսուսն է, ուրիշ հավիտենական կյանք գոյություն
չունի։ Եթե դու ուզում ես հավիտենական կյանքի մեջ մտնել եւ հավիտենական կյանքի արքայությունը քո սրտի մեջ լինի, թող այդ ամեն ինչը։ Գնահատիր Տիրոջ զոհը եւ արժանի ապաշխարություն բերենք Տիրոջը։ Ամեն։ Արժանի ապաշխարությունը քեզ տալիս է հնարավորություն քո կյանքը սկսես նոր էջից։ Միգուցե դու կասես արդեն ամեն ինչ ուշ է, ամեն ինչ քանդված է, ոչ մի բան էլ չի նորոգվի։ Ես քեզ ուզում եմ ասեմ, Տերը քեզ ամեն ինչ նորը կտա։ Տերը ամեն ինչ նորը կանի քո կյանքում։ Ինքը չի նորոգելու քո հինը, քո քանդածը։ Երբեք Աստված հինը քանդածը չի նորոգում։ Հին տունը Աստված չի նորոգում։ Աստված նորն է շինում, նորն է սարքում, նոր կյանք է տալի, նոր մտածելակերպ, նոր սիրտ։ Եվ դա իրականություն է։ Ամեն։ Եվ դա սկսում է անկեղծ ապաշխարությունից։ Ես այսօր խոսալու եմ ապաշխարությունից։ Գիտես սիրելիս, ամեն ինչ նոր է։ Եվ հիմնական խոսքը կվերցնենք 2 Կորինթացիների 5:17-ը։ Սա կլինի մեր թեմայի, մեր քարոզի հիմնական խոսքը։ 2 Կորինթացիների 5:17։ Խնդրում եմ, որպեսզի եթե սիրում ես Աստծուն, եթե սիրում ես Աստծո խոսքը, ունեցիր քո հետ Աստվածաշունչ, ունեցիր քո հետ տետր, գրիչ, որտեղ գրառում կանես, կգրես, տունն էլ մի հատ կբացես, կարդաս, որովհետև երբ որ Աստված խոսում է, բոլորիդ համար է խոսում։ Հավատա, երբ որ գալիս ես եկեղեցի, քո նպատակը պետք է լինի. Տեր, այսօր ինչ ես ինձ ասելու։ Ինչ ունես այսօր ինձ ասելու, որովհետև ես հավատում եմ, որ Աստված ամեն օր ուզում է քեզ հետ խոսա։ Նամանավանդ ծառայության ժամանակ, երբ որ հավաքվում ենք իրար հետ բոլորս, ամեն։ Դրա համար սիրելիս, ծարավ ունեցի, եթե չունես էլ ծարավ, խնդիր թող Աստված ծարավ դնի քո սրտի մեջ, որովհետև ծարավ մարդը միշտ Աստծով լի կլինի, ծարավ մարդը երանելի է, ծարավ մարդը միշտ կգտնի այդ ջուրը։ Անպայման, անապատում էլ լինի, ինքը վազելու է, ինքը ջուր է ման գալու։ Դրա համար ունեցի Աստծու խոսքի ծարավ։ Եթե չես զգում ծարավ, ապաշխարի եւ աղոթի թող Տերը ծարավ դնի քո սրտի մեջ։ Տերը տենց անում է։ Ամեն։ Ուրեմն, եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է։ Հինը անցավ, ահա ամեն բան նոր եղավ։ Տեսեք, սիրելիներս, եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է, հինը անցավ։ Գիտեք, Տերը չի նորը, էլի եմ ասում, նորոգելու։ Տիրոջ մեջ ամեն ինչ պետքա նոր լինի։ Մենք ինքներս Տիրոջ մեջ պետքա նոր լինենք։ Ես երբ որ նոր եկա Տիրոջ մոտ, ապաշխարեցի, ինձ թվում էր Տերը իմ հին փչացրած ջարդ ու խուրդարած են կյանքը sense կվերանորոգի։ Sense ամեն ինչ իր տեղը կբերի, հա, իմ քանդած տեղերը ինքը կսվաղի, կփակի, բայց Տերը դա չարեց։ Տերը հակառակ, այսինքն խփեց մի հատ, sense փշրեց, սաղ թափեց այն կողմ։ Ամեն ինչ սկսեց նորից։ Ես չէի պատկերացնում, որ ինքը տենցն է, բայց ինքը շատ հիանալի։ Ինքը երբ որ մի բան ստեղծում է, ինքը շատ լավ է ստեղծում, նորն է ստեղծում, հիանալին է ստեղծում, գեղեցիկն է ստեղծում քո կյանքում, քո սրտում։ Տես Տերը մեզի չի տալիս կամ մեր քար սիրտը չի վերցնում սենց ձևավորում, ինքը մեզ ամեն ինչ նորն է տալի։ Տեսեք, մենք նոր արարած ենք Քրիստոսի մեջ, եթե մենք նրան ենք պատկանում։ Եթե Աստվածաշնչում միշտ Տերը խոսում է եթեով, սիրելիս։ Եթե դու պատկանում ես Տիրոջը, ապա դու նոր արարած ես Քրիստոսի մեջ։ Եթե դու չես պատկանում Տիրոջը, դու նոր արարած ես Քրիստոսի մեջ։ Դու կարող ես կոչվես, անցած անգամ քարոզը լսեցիք, չէ՞, կարող է կոչվենք քրիստոնյա, գանք նստենք 20 տարի եկեղեցում, բարձր երգենք, բարձր աղոթենք, չգիտեմ, ծառայություն միգուցե անենք, բայց եթե ես նրան չեմ պատկանում, ես չեմ կարա նոր արարած լինեմ։ Ես կմնամ հին արարած, ուղղակի ցույց կտամ, ցուցադրական կլինի իմ հավատքը, իմ քրիստոնեությունը կլինի ցուցադրական, բայց մեջից ես նրան չեմ լինի։ Հասկանում եք, սա շատ լուրջ բաներ է։ Ես ուզում եմ, որ այսօր ամեն մեկս սա
շատ լուրջ վերցնենք մեր կյանքում եւ քննենք, որովհետեւ Տերը հենց ում է ասում, որ վերջին օրում կգամ, շատերը ինձ կասեն Տեր, Տեր, Հիսուս ասում է ամեն մեկը ինձ Տեր, Տեր ասողը չի Աստծո արքայությունը մտնելու։ Ում է ասում։ Այսօր շատ եկեղեցիներ մեկը մյուսի վրա է գցում։ Ասում է, դա կաթոլիկների հետ է, մեր հետ չի։ Նրանք էլ ասում է, այսին խարիզմատների հետ է, հələ նայեք սրանք ոնց են փառաբանում Տիրոջը, ծափ են տալիս։ Հասկանում եք, իրար վրա են ասես մարդիկ, բայց ես ձեզ ճշմարտություն ասեմ, ամեն եկեղեցում կան հավատացյալներ, ովքեր հոգով են ասում, ովքեր նրանն են։ Նույն կաթոլիկների մեջ էլ կա, հավատացեք, մարդիկ, ովքեր Աստծունն են, ովքեր սիրում են Աստծուն։ Նույն խարիզմատների մեջ է, 50-ականների մեջ է, յուրաքանչյուր եկեղեցու մեջ կան մարդիկ, ովքեր իրանն են, եւ կան մարդիկ, ում հավատքը որ ձևական է։ Եվ ձևական հավատք ունեցող մարդուն Հիսուսը չի ճանաչելու։ Այսօր դու ոչ մեկին չես վնասում, բացի քեզանից վերջում։ Դրա համար եկեք մոտիկանանք Տիրոջ շնորհին անկեղծությամբ։ Սա մեծ զոհարվել։ Այսօր մենք ընդունելու ենք հաղորդություն, Տիրոջ մարմնի եւ արյան հետ հաղորդություն ենք ընդունելու։ Եկեք հավատքով ամեն ինչը մոտիկանանք, հա, թող ես միշտ այս խոսքը սիրում եմ, եկեք ամեն ինչ թող լինի օրիգինալ։ Ամեն։ Տեսեք, ապաշխարություն բառի վրա մի քիչ կանգնեմ։ Ապաշխարություն բառը շատերը ինձ հարցում են, «Ի՞նչ բառ է, դա ապաշխարությունը դա ի՞նչ է»։ Հա, շատերը տենց են կարծում։ Ապաշխարությունը ասում են, «Դա ի՞նչ բառ է»։ Շատ մարդիկ կարծում են, որ ապաշխարությունը նշանակում է պարզապես դադարել մեղք գործել։ Մեղքերս թողեմ, պարզապես դադարեմ մեղք գործել։ Կամ ավելի բարոյական կյանքով ապրեմ, գնամ եկեղեցի ավելի բարոյական կյանքով ապրեմ։ Շատ մարդիկ վախենում են անգամ այս ապաշխարությունից։ Իրանք գիտեն, թե սենց ապաշխարեցին ամեն ինչ կկորցնեն։ Կամ էլ թե ոմանք էլ մտածում են, թե ապաշխարությունը միայն զգացմունքների զղջումով, արցունքներով, ինչ որ զգացմունքներով մեղքը ապաշխարելն է ասում եմ։ Գիտեք, բայց հարցը առաջանում է, միթե հենց դրա համար Հիսուսը խաչվեց, որ մարդը մի փոքր լավը դառնա, որ ուղղակի մեղքերը ներվի։ Գիտեք, ապաշխարության բառի մեջ շատ ավելի խոր իմաստ կա, որը որ մարդ պետք է հասկանա, որովհետև եթե մենք ամբողջությամբ չենք հասկանում ինչ է ապաշխարությունը, մենք ասում ենք լավ, հիմա չէ, հետո ինձ շատ ասենք իմ ընկերներից, իմ բարեկամներից, նամանավանդ երիտասարդ սերնդից ասում են, մենք հավատում ենք, հիմա չի ժամանակը, հետո կգանք, որովհետև իրանք հասկանում են ապաշխարություն բառը, մեղք չանել եւ եկեղեցում գտնվել եւ վերջ։ Ասում եմ, ես հələ երիտասարդ եմ, մի քիչ իմ կյանքով կապրեմ, հետո կդառնամ, ասեմ, հետաքրքրությունը կկորցնեմ, նոր կգամ, ձեր ասած ապաշխարությունը կանեմ, մեղք չեմ գործի, եկեղեցում կլինեմ, բայց ապաշխարություն բառը դրա համար չի, սիրելիս։ Ես այսօր ապաշխարության բառից եմ խոսալու, թե ինչ ասա։ Միթե Աստված որդին խաչեց, իր սուրբ արյունը թափեց, նրա համար, որ մի փոքր ավելի լավը դառնանք։ Ոչ։ Գիտեք, ավետարանը շատ ավելի խորն է։ Հիսուսը չեկա, որպեսզի հին մարդը նորոգվի։ Հիսուսը չեկա, որպեսզի հին բնավորությունը գեղեցիկ դարձնենք, կամ էլ հին մարդուն վերանորոգի։ Հիսուսը եկա, որպեսզի հին մարդը մեռնի եւ Աստված ստեղծի նոր մարդը։ Հին մարդը ոչնչանա եւ Աստված ստեղծի նոր մարդը։ Սիրելիս, մենք պետքա պարզ հասկանանք խաչի զորությունը։ Այսօր շատ հայերը ասեն կարան խաչ կրեն իրանց վրա, ասեն, «Всё, ես քրիստոնյա եմ», բայց խաչի իմաստը դա չի։ Հա, խաչը այսօր սիմվոլ է, որ ես ցույց եմ տալի, ես քրիստոնյա եմ, բայց խաչի իմաստով դու պետք է ապրես։ Գիտես, ապաշխարության իմաստը, ապաշխարության խորությունը քո կյանքում տեղի է ունենում այն ժամանակ, երբ որ դու ասում ես, ես էլ եմ խաչված Հիսուսի հետ խաչի վրա։ Էլ ես չեմ ապրում, այլ ապրում է Քրիստոսը իմ մեջ։ Ապաշխարությունը նոր կանոններ սովորելը չի։ Ես ապաշխարեցի, եկա եկեղեցի, ինձ սովորասեն, ասում են, արդեն ես սովորել եմ ձեր լեզվով խոսեմ կամ ձեր նման խոսեմ։ Գիտեք, էս էլ չի ապաշխարությունը։ Սովորենք, թե ոնց մեզի պահենք եկեղեցում։ Սովորենք կանոնները եկեղեցական։
դա չի ապաշխարությունը։ Աստված դա չի սպասում մեզանից։ Աստված մեզանից սպասում է նոր կյանք, որպեսզի մենք մինչև չմահացնենք, չուրանանք, նորը չի սկսվի։ Երբ որ մենք գալիս ենք մեր եսով, մեր եղած չեղածով, մեր փառքով, մեր արած դրածով, մեր ով լինելով, երբ որ գալիս ենք Քրիստոսի մոտ, կներեք, բայց ստեղ նոր կյանք չի սկսվում։ Չի սկսվում ստեղ նոր կյանք։ Եվ եթե մարդը տենց է կարծում, ապա նրա ջրի մկրտությունն էլ կլինի ֆորմալնի, հա, ուղղակի ես սենց եմ անվանում, ասում եմ, ուղղակի ձևական, կրոնական կամ վաննա ընդունեց, կամ մտավ ջուրը հելավ։ Գիտեք, բայց երբ որ մենք ճիշտ ենք բերում ամեն ինչը, հասկանալով ես ամեն ինչը, գիտեք, ամեն ինչը գործում է եւ ամեն ինչը հրաշալի կերպով է գործում։ Աստված հրաշալի է։ Աստված մեծ հրաշքներ է անում անկեղծ մարդու կյանքում։ Մեծ հրաշքներ։ Ապաշխարությունը նոր կյանք է ստեղծում մեր մեջ, ճշմարիտ ապաշխարություն։ Այն նոր սկիզբ է, ապաշխարությունը նոր ծնունդ է, եւ դա Աստծո հրաշքն է մեր կյանքի մեջ։ Իրականում տեղի է ունենում հրաշք։ Մենք վերջերս ունեցանք ջրի մկրտություն, մեր ռուս-գերմանական եկեղեցում։ Գիտեք, մի տղա, որը որ կախվածություն ուներ տարբեր բաներից, խաղամոլությունից, տարբեր կախվածություն ինքը լավ ուներ, բայց ինքը ճիշտ ասած երեխա ժամանակ է եղել եկեղեցում, իր մաման պապան հավատացյալ են ու հետո եկեղեցուց որ մի քիչ արդեն չափ հասադար է գնացել է, այլ կյանքում չի եկել։ Հիմա արդեն 30 տարեկան է, ունի ընտանիք, բայց լավ կախվածության մեջ է։ Գիտեք, բայց ինքը եկավ անկեղծ ապաշխարեց։ Հենց ջրի մկրտության օրը եկավ ասեց, ես ուզում եմ իմ կյանքը Տիրոջը հանձնեմ, ես հոգնել եմ այս կյանքից։ Գիտես, սա անկեղծ ապաշխարություն։ Աստված չի ուզում, որպեսզի դու դառնաս եսիմ, չգիտեմ, սուրբ, ամենալավը, ամենաարժանը նոր գնաս ջրով մկրտվես կամ Աստված ուզում է քո անկեղծությունը տեսնի։ Քո եսը, քո եղած չեղածը, քո բարգավաճումը կամ քո արած դրածը հետդ բերում ես, ասում ես, ես էս եմ, ինձ սենց վերցրեք, չէ, Աստված չի ուզում, Աստված ուզում է էդի վերացնես քո կյանքից։ Եվ Աստված օգնում է, որպեսզի քո հինը վերանա քո կյանքից։ Երբ որ դու անկեղծանում ես, ասում ես, իմ ապրածը մինչև ստետեր ճիշտ չի եղել։ Ես ուզում եմ դու ինձ օգնես նոր էջից կյանք տաս ես ապրեմ, նոր էջից։ Գիտեք, այդ տղեն այնքան անկեղծացավ, ջուրը մտավ հելավ, ինքը ազատվեց ամեն ինչից։ Մտավ ջուրը հելավ, բառից բուն իմաստով, ինքը հելավ ջրից, ինքը արդեն զգաց ինքը իր վրա, ինքը իր հոգու մեջ զգաց, ոնց ինքը ազատագրվեց։ Ասեց, ես զզվում եմ այն մեղքերից, որ ես գործում էի, որի վրա կապանքներ ունեի։ Գիտեք, մինչև այսօր ինքը ազատ է, արդեն մի տարի անցել է։ Եվ հիմա հաճախում է եկեղեցի իր ամբողջ ընտանիքով, փորձում է սովորի, Տիրոջը ծառայի։ Ինչի տեղի ունեցավ հրաշք։ Աստված կարող է հրաշք անի, այո, մեր ուժերի վրա Աստված չի թողել, որ դու քո ուժերով քեզ պետք է զսպես, քեզ պետք է ձիգ պահես, մեղք չի։ Ոչ, Աստված երբեք նման բան չի սովորացնում մարդուն։ Երբեք։ Աստված երբեք չի վերանորոգում մեր հին մարդուն։ Աստված չի ուզում մեզ մի փոքր ավելի լավ մեղավոր դարձնի։ Արունը դրա համար չի թափվել։ Ես մեղավոր էի, վատն էի, բայց մի քիչ ավելի լավ մեղավոր մարդ կնեմ։ Ոչ, Աստված ուզում է նոր ծնունդ։ Եվ Աստված գործում է հրաշք, երբ որ կա անկեղծություն։ Աստված հրաշալի է։ Գիտեք, սա մի դեպք է, բայց ես շատ դեպքեր գիտեմ, միգուցե մենք բոլորս էլ գիտենք շատ դեպքեր նման, երբ որ իրականում մարդկանց հետ կատարվում է հրաշք։ Երբ որ մենք մեր հինը, մեր փառքը, մեր եսը, մեր արած դրածը, մեր ապրած չապրածը լավա թե վատա, ասում ենք Տեր, լավ չի, որովհետև խի լավ չի, ես ապրել եմ առանց քեզ։ Այսօր մարդիկ շատ կան գալիս են ասում են, ոնց, ես Աստծուն աղոթեցի իմ կյանքում, էս եղավ, այն եղավ, այո, ճիշտ է, քո կյանքում էս եղավ, այն եղավ, բայց դա չի նշանակում, որ քո կյանքը առանց Աստծու ապրած ճիշտ է եղել։ Աստված այո, լսում է աղոթքը, անգամ մեղավորի աղոթքն է լսում եւ պահում է, պաշտպանում է, որպեսզի քեզ սատանան չկործանի, չուտի, չսպանի, մինչև գա հասնի այն կետը քո կյանքում,
որ դու ապաշխարես անկեղծ եւ քեզ հանձնես Տիրոջը։ Եվ Աստված քեզ նոր կյանք տա։ Մարդիկ հիմնվելով են հրաշքների վրա, մի քանի հրաշքների վրա իրանց կյանքում որ կատարվել է, ասում են Աստված իմ հետ է, ես իմ Աստված։ Բայց դա սուտ է։ Եթե ասում ենք մենք քայլում ենք լույսի մեջ, բայց մեղք ենք գործում, ապա ստում ենք, Աստված մեր հետ չի։ Աստված կա, Աստված տեսնում է մեզ, այո, Աստված ողորմած է, Աստված պաշտպանում է մեզ, բայց եթե մեղք ենք գործում, բայց ասում ենք լույսի մեջ ենք քայլում, սուտ է։ Գիտես, լույսի մեջ քայլողը մեղք չի գործում, գիտես խի չի գործում, որտեվ զզվում է մեղքից, չի սիրում մեղքը, ատում է մեղքը։ Դե սիրելիս, ես մեղքը ատում եմ, մեղքից անգամ վատ հոտ է գալիս, բոլորիդ մոտ տենց է, փառք Հիսուսին։ Եթե տենց չի, դա հրաշք է, այդ հրաշքը տեղի կունենա, երբ որ դու անկեղծ քեզ հանձնես Տիրոջը։ Ու մարդու ամենամեծ խնդիրը, գիտես սիրելիս, դա մեղքը չի մենակ։ Մարդու ամենամեծ խնդիրը, թե մարդը ում է պատկանում։ Մարդը ում է պատկանում։ Մի խոսք եմ ուզում կարդամ։ Եփեսացիների 2:1 եւ ձեզ, որ մեռած էիք ձեր հանցանքների եւ մեղքերի մեջ, ուշադրություն դարձրեք, թե ինչ է ասում Աստծո խոսքը։ Չի ասում, որ մարդը պարզապես հիվանդ էր, կամ թույլ էր, կամ օգնության կարիք ուներ, ասում է դուք մեռած էիք։ Մինչև Հիսուսին հանդիպելը եւ քո կյանքը նոր էջից սկսելը, Աստծո խոսքը ասում է դու մեռած էիր։ Միգուցե դու շնչում ես, արտաշնչում ես, կամ գոյություն ունես, կամ արած դրած ունես, բայց Աստծո խոսքը ասում է դու մեռած ես։ Որտեւ եթե կա մեղք, եթե կա մեղքի իշխանություն միտեղ մարդու կյանքում, մարդը մեռած է։ Այն բան կա, չէ՞, որ մեկը մյուսին նեղացում է, ասում է «Վсё, դու մեռար»։ Այսինքն ինքը պլանավորում է, որ սպանի, ասում է «Վсё, դու մեռար»։ Դա է սատանան անում։ Մարդը մեղքի մեջ է, սատանան ասում է դու մեռար, որտեվ ես քեզ կսպանեմ, որտեվ ես բուն ունեմ քո մեջ։ Դու իմ թիրախն ես, դու մեռար։ Արդեն մեռած է մարդը։ Սատանայի ձեռքից ով կարա փախնի։ Ով կարա սատանայի ձեռքից փախնի։ Ոչ մեկ։ Պատկերացրեք, ասես մի հատ դաշտի մեջ, ասես կռոլիկներին լցրել է ու կարակում է, ասես հաթած սպանում է, ինքը սպանում է, ինքը մարդասպան է։ Գիտես, այդ խավար դաշտից, այդ անիծված մեղքի դաշտից ոչ ոք չի կարող դուրս գալ, եթե Հիսուսի անունը չկանչի։ Եթե Հիսուսը նրան չգա վերցնի։ Բայց Հիսուսը գալիս է եւ մեզ գտնում է այն ժամանակ, լավ հիշեցի, լավ լսի։ Հիսուսը քեզ կգտնի այն ժամանակ, երբ որ դու քո եսը լիովին ուրանաս։ Այն պահին, երբ որ դու մարդը իր եսը լիովին ուրանում է, Հիսուսը գտնում է այդ մարդուն։ Ասում է ես քեզ գտա, ես քեզ ծնեցի, ես քեզ նորը ստեղծեցի, ես քեզ նոր սիրտ տվեցի, ես իմ հոգին դրեցի քո մեջ, գնա ու ապրի, գնա ու կյանք ունեցի, գնա ու պտուղ բեր կյանքի։ Գիտես սիրելի, սա իրականություն է։ Ուզում ենք սենց ապրենք, թե չէ։ Թե ուղղակի ոնց կպատայի կապրենք էլի։ Հովիվ ջան, լավ է, դու տենց ապրում, մենք կլսենք, կնայենք ոնց ես ապրում։ Գիտես, ամեն մեկս մեր կյանքի համար պատասխան ենք տալու։ Ամեն մեկս մեր կյանքի համար, մեր ապրած կյանքի համար պատասխան ենք տալու։ Ինձ այս խոսքն է բերել Աստծուն, ճիշտն ասած։ Ինձ այս խոսքը բերել է Աստծուն, որտեվ իմ գիտակցության մեջ միշտ էսի ոնց որ սենց խոսար այս ճշմարտությունը։ Ամեն մարդ իր ապրած կյանքի համար Աստծո դեմը պատասխան է տալու։ Ոչ մեկ այդ պատասխանատվությունից չի փախնելու։ Եվ ես ինքս ինձ ասում եի, վայ ինձ, ով կփրկի ինձ։ Ես ախր ճիշտ կյանք չեմ վարում, ես ինչ եմ պատասխան տալու Աստծուն, որը որ արարել է, որը որ ստեղծել է, ինչ եմ պատասխան տալու։ Եվ այս տագնապի պատճառով ես ասում եի, իմ մոտ առաջացավ երազանք։ Երազեցի, կլինի տենց բան, որ մեկը ինձ տար իմ կյանքը նոր էջից սկսեի։ Եվ տեսեք, երազանքս իրականացավ։ Եվ երազանքդ իրականանում է, երբ որ դու ասում ես, ես ոչ մի բան եմ, ես հողու փոշի եմ։ Աստված, սա լավ ուշադիր լսի, Աստված ստեղծում է նոր մարդուն հողից ու փոշից։ Քանի դու կանգնած ես քո ոտքերի վրա, ինչ որ միտեղ քո եսը թպրտում է դեռ, բան մի սպասի։
Բայց երբ որ դու իրականում կհասկանաս եւ չես դատապարտի ոչ մեկին եւ կասես Տեր, ահա ես հողից ու փոշից ստեղծված մարդ, վերցրու ինձ Տեր, նորոգի ինձ, ների ինձ, նորը ստեղծի իմ կյանքի մեջ։ Ես հավատում եմ Տերը մեծ հրաշքանի քո կյանքում։ Գիտես, սիրելիս, արժանի ապաշխարություն պետք է բերենք Տիրոջը, որպեսզի կյանք ունենանք։ Պետք է ձևական կյանքով ապրենք։ Սատանան խաբում է, ասում է, ապրի էլի, վատ բան մի արա, լավ բան արա, ամեն ինչ նորմալ կլինի։ Սուտ է, մեծ սատանայական սուտ։ Աստված չի եկել քեզ մի փոքր լավը սարքի, Աստված եկել է որպեսզի քեզ կյանք տա։ Եվ դու կյանք կունենաս, երբ որ դու քո եսից հրաժարվես, ասես ես հողու փոշի եմ, ոչ մի բան չարժեցող Տեր, բայց դու ինձ կյանք տուր։ Ես գիտեմ, որ դու կյանք ունես, ես գիտեմ, որ դու թագավորություն ունես, ես գիտեմ, որ դու թագավոր ես երկնքում թե երկրի վրա, եւ դու հավիտենական ես, եւ դու հարություն ես առել։ Տեր, ինձ էլ կյանք տուր։ Խեն ավազակի չափ չկանք, այն որ մեռնում էր։ Գիտեք, դա մեր պատկերն է։ Այսօր թե վաղը մենք այսպես գնալու ենք, չենք լինելու էլ, մահանալու ենք, հասկանում եք, ավազակի չափ չկանք, որ ասենք Տեր, մենք մեղավոր ենք, ինձ էլ հիշի, էլի Տեր, ինձ էլ հիշի, ես էլ ոչ մի բան չարժեմ, բայց այն մյուսը գիտեք ինչ էր ասում, քեզի իջացրու, մեզ էլ իջացրու, ինձ օրհնի, դու օրհնյալ ես, օրհնի Տեր իմ Աստված, լավ էլ սաղին օրհնվեր, մի հատ էլ ինձ օրհնի, Աստված ասում է օրհնությունը չի կարևոր, կարևորը քո կյանքն է, կարևորը դու հավիտենական կյանքի համար ես ապրում, փնտրում ես դու հավիտենական կյանք, թե ոչ, թե ուղղակի ես ապրում, թե ուղղակի ուզում ես միայն օրհնություն, եկեք այն ավազակին չնմանվենք, ինքը փնտրում էր ցավերից ազատվել, ինքը փնտրում էր խաչի վրայից իջնել, բայց ինքը չմտածեց, որ ինքը սխալ էր արել, ինքը սխալ էր ապրել, ինքը մեղքեր էր գործել, պատճառներ գոյություն ուներ դրա համար ինքը խաչված էր։ Իսկ այս մյուսը չարդարացավ։ Գիտես, իսկական ապաշխարող մարդը, անկեղծ ապաշխարող մարդը իրան երբեք չի արդարացնի, ուրիշին երբեք չի դատապարտի, իրավիճակներին երբեք չի դատապարտի, այս իրավիճակը եղավ դրա համար ես այս մեղքի մեջ մնգա կամ դրա համար եմ ես այս վիճակում, ոչ սիրելիներս, ճշմարտությունը այն է, որ մենք ի սկզբանե ի ծնե Աստծուց բաժանված ենք ծնվում եւ Աստծուց բաժանված էությունը խավարի մեջ է, մենք պետքա դա գիտակցենք, Հիսուսը, երբ որ սկսեց իր ծառայությունը, Հիսուսի առաջի բառերն էր ասում էր, ապաշխարեցեք, որովհետև մոտեցել է Աստծու արքայությունը, մոտեցել է հավիտենական կյանքը։ Եվ ես դուրն եմ, ես եմ եկել ձեր համար պատասխան տամ, ես եմ եկել ձեր ցավը կրեմ, ես եմ եկել ձեր համար պատժվեմ, ես սաղ կվերցնեմ ին վրա ասում էր, դուք մենակ ապաշխարեք։ Բան չեմ ուզում ձեզանից, ոչ փող եմ ուզում, ոչ ջանք եմ ուզում, ոչ ինչ-որ կրոնական ծիսակարգեր եմ ուզում ձեզանից, Աստված չի ուզում դա մեզանից, Աստված ուզում է քո ճշմարիտ անկեղծ սիրտը ապաշխարող։ Ապաշխարեցեք եւ մտեք հավիտենական կյանքի մեջ։ Ասում է դուք մեռած եք։ Սա շատ կարևոր ճշմարտություն է։ Շատ կարևոր ճշմարտություն է, որպեսզի մենք հասկանանք, մենք մեռած ենք։ Հա հետո լավ 100 տարի թե կլռանա, 100 տարվա յուբիլեյ էլ կանենք, տորտն էլ կդնենք, 100 հատ մոմ կփչենք, ծափ կտանք, ասենք, ուռա, մեր տատին 100 տարեկան դարավ կամ մեր պապին։ Հետո լավ։ Գիտես, մեռած մարդուն հնարավոր չի կրթել։ Եթե Աստվածաշունչը ասում է եւ ձեզ, որ մեռած եք ձեր հանցանքների եւ մեղքերի մեջ, եթե Աստվածաշունչը ասում է մեռած, դա միանշանակ նշանակում է, որ մեռած մարդուն չես կարող կրթես, մեռած մարդուն չես կարող կերակրես։ Դու կարաս ամենալավ հացը սարքես, դրես մեռած մարդու կողքը, նա չի ուտի, որտեղ նա մեռած է։ Դու չես կարող մարդուն բացատրես, չես կարող փոխես, որտեղ նա մեռած է։ Էլի եմ ասում, Աստված չի նորոգում, չի աշխատում մեր հին մարդու հետ, հին մարդը պետքա հանձնվի, և դա մենք ենք, մենք պետքա հանձնվենք, մենք պետքա հանձնվենք Տիրոջը, գիտես, հոգևոր կյանքը նույնն է, մարդը կարող է ամեն կիրակի եկեղեցում լինի, կարող է Աստվածաշունչ շատ կարդա,
Ես մարդիկ գիտեմ շատ Աստվածաշունչ են կարդում, միշտ եկեղեցում են, միշտ Աստվածաշունչը ինձանից լավ գիտեն, անգիր գիտեն։ Անգիր գիտեն։ Ես էլ եմ տենց եղել, գիտեք, 10 տարի, 10 չէ, մի 8 տարի լավ Աստվածաշունչ եմ կարդացել, բայց մեռած էի։ Իմ մեղքերի հանցանքների մեջ, բայց Աստվածաշունչը ամեն օր լավ կարդում էի։ Ամեն օր լավ մեծ աղոթքներ էի անում։ Բայց օգուտը, ոչ մի օգուտ, ոչ մի օգուտ։ Իրական ապաշխարությունը սկսվում է նոր ծնունդից, նոր ծնունդից։ Տեսեք, Հովհաննես Ավետարան 3:3։ Եթե մեկը վերևից չծնվի, այսինքն վերստից չծնվի, չի կարող տեսնել Աստծու արքայությունը։ Գիտեք Հիսուսը ում է ասում։ Ընդհանուր չեմ կարդա, որպեսզի մի քիչ ժամանակ խնայենք։ Հիսուսը ասում է Նիկոդեմոսին։ Նա ոչ հեթանոս էր, ոնց հանցագործ էր, ոչ կռապաշ էր Նիկոդեմոսը։ Նիկոդեմոսը գիտակ էր, պահք էր պահում, կրթված մարդ էր, օրենքի գիտակ, աղոթող մարդ, պահող մարդ, հարգված անձնավորություն, հա, ու Աստվածաշունչը շատ լավ գիտեր։ Բայց Հիսուսը ասում է, քեզ Նիկոդեմոս, շատ կրթված, շատ կուլտուրական, շատ Աստծո խոսքը իմացող, բոլորի ուսուցիչ, ասում է, քեզ պետքա վերստին ծնվել։ Նիկոդեմոսը իրան ինչ էր ասում։ Դու նենց բաներ ես անում, ասում էր։ Եթե Աստված քո հետ չլներ, դու տենց չէիր անի, Աստված հաստատ քո հետ է։ Էս ո՞նց ես անում։ Հիսուսն էլ իրան ուղիղ ասեց, ուզում ես քո հետ էլա լինի Աստված։ Ուրեմն պետքա վերստին ծնվես։ Ուզում ես քո հետ Աստված լինի։ Պետքա ծնվես իր տան մեջ։ Պետքա ծնվես իր ընտանիքի մեջ, որպեսզի Աստվածը քո մեջ լինի։ Մինչև չծնվես չի լինի։ Սիրելիս, բայց ելի եմ գալիս հետ ու ասում եմ, ծնվում է այն նոր էությունը մարդու, նոր բնությունը այն ժամանակ, երբ որ մենք մեր հինից հրաժարվում ենք։ Հինը ու նորը իրար հետ չեն ապրելու։ Երբեք։ Հինը երբեք Աստծո արքայությունը չի մտնելու, էդի լավ հիշեք։ Աստված մի երկու հատ լավ ուժեղ հրեշտակ կանգնացրեց դրախտի պարտեզի դեմը, հիշում եք, ասեց, այն հրեղեն թուրերով ասեց, հանգարց այն հին մարդը, որ մեղք կերել է արդեն ու մեռել է իր մեղքի մեջ, հանգարց չմտնի ու հավիտենական չապրի։ Եվ Աստված երբեք թույլ չի տա մեր հին, մեռած բնությունը մարդը մտնի ու հավիտենական կյանք ունենա։ Նորը պետք է մտնի։ Դա շատ խորհրդանշում է Իսրայելի դուրս գալը Եգիպտոսից։ Աստված թույլ չտվեց, որպեսզի հինը գնա խոստացված երկիրը։ Հինը մահացավ, անապատում, քրքաշեղավ, այսպես մահացավ։ Թույլ տուր, որպեսզի քո հին մարդն, այսպես քրքաշ սովից մահանա։ Եվ նորը, քեզանից քո մեջ ծնված նոր բնությունը Աստվածային մտնի Աստծո արքայություն։ Սիրելիս, սա հրաշք է, սա իրականում հրաշք է, կախված չի մեր գործերից ու մեր ջանքերից, ոչ, կախված է մեր անկեղծ սրտից, մեր անկեղծ ապաշխարությունից Տիրոջ հանդեպ։ Կրոնը չի կարող փոխել մարդու բնությունը։ Միգուցե փոխի մարդու հագուստը, կրոնական մարդը ինչով է տարբերվում աշխարհիկ մարդից։ Հագուստով։ Հագուստը կարող տարբեր լինի։ Բայց մեջի մեռած վիճակը նույնն է։ Հագուստով մենակ կարանք տարբերվենք։ Կամ սովորությունը, մարդկա աշխատում է իր սովորությունը փոխի կամ շրջապատը փոխի, բայց մարդը չի կարող փոխել իր սիրտը երբեք։ Միայն Սուրբ Հոգին կարող է նոր կյանք ստեղծել մարդու ներսում։ Երբ Աստված մարդու մեջ նոր կյանք է ստեղծում, տեսեք, ինչ նշաններ ունենք։ Երբ որ Աստված նոր կյանք է քո մեջ ստեղծում, գալիս է քո մեջ նոր ցանկություններ։ Քո ցանկությունները փոխվում են։ Քո ցանկությունները դու ցանկանում ես այն ինչ որ Հիսուսն էր ցանկանում։ Դու ցանկանում ես բարին գործեր։ Այսինքն, եթե դու այն ժամանակ ցանկանում էիր վատ բաներ անեիր, հա, որտեվ կախված ես դրանցից։ Կախված ես, դու քոնն ես փնտրում։ Այսօր շատ երիտասարդներ անգամ, ինչու՞ չէ, նաև մեծեր։ Իրանցն են փնտրում։ Իրանց ցանկություններով են ապրում։ Դա մեռած գործեր է։
ժամանակավոր մեռած գործեր։ Բայց երբ որ դու վերստին ծնվում ես, նոր ծնունդ Հիսուսի մեջ, նոր մարդ, այն ժամանակ ասում են հավատացյալներին մի շփվեք, թե չէ դուք էլ իրանց նման կդառնաք։ Այո, որտեվ Աստծո լույսը, Աստծո ճշմարտությունը ինքը տարածվում է։ Շփվեք հավատացյալների հետ, շատ շփվեք, եւ թող Աստծո լույսը ձեր սրտերի մեջ էլ շատ լինի։ Քո ցանկությունները փոխվում է, քո մտածելակերպը փոխվում է, քո արժեքները կյանքի հանդեպ փոխվում է, դու ուրիշ ձև ես սկսում նայել կյանքին։ Երբ որ Աստված քեզ վերստին ծնում է, դու սկսում ես սիրես այն ինչ որ նախկինում չես սիրել։ Նախկինում քո համար ձանձրալի ա եղել, Աստվածաշունչ կարդալ, աղոթք անել, եկեղեցի գնալ, շփում ունենալ մարդկանց հետ, հա, եկեղեցում լինել, Աստծո խոսքը լսել, քեզ ձանձրալի է եղել։ Ասում էի, ես ինձ հիշում եմ, ասում էի, դե լավ կմեծանամ կգնամ, հա, տատի պապիներն են եկեղեցում։ Որտեվ ձանձրալի էր։ Հա, մեռած մարդու համար իրականում ձանձրալի է, բայց երբ որ դու վերստին ծնվում ես, քեզ ձգում է արդեն, քո ցանկությունը փոխվում է, քո սիրտը փոխվում է, դու ուզում ես դա անես, որտեվ այդ ամեն ինչը կապ ունի ուղիղ Աստծո հետ։ Սա արդեն մարդու աշխատանքը չի, սա Աստծո հրաշքն է, երբ որ այս նշանները քո կյանքում սիրելիս սկսում է աշխատել։ Աստված չի նորոգում հին սիրտը, այլ տալիս է նոր սիրտ։ Աստված մարդուն տալիս է նոր սիրտ։ Տեսեք Աստված ինչ է խոստանում, Եզեկիել մարգարե 36 26-27-րդ խոսքերում ամբողջովին չեմ կարդա, բայց հատված։ Եվ ձեզ նոր սիրտ կտամ եւ նոր հոգի կտամ ձեր մեջ։ Իմ հոգին ասում է կդնեմ ձեր մեջ։ Ձեզ նոր սիրտ եմ տալի։ Ասում է քարեղեն, քարը սիրտը ձեզանից կվերցնեմ եւ մարմնեց սիրտ ձեզ կտամ։ Ոչ թե քար սիրտը քո կամաց կփշրեմ, կքանդեմ, սենց կնորոգեմ, ոչ։ Ասում է Աստված սրտի հետ աշխատում է։ Աստված քար սիրտը փշրում թափում, ասեմ ձեզ։ Աստված մեր հին սրտի հետ չի աշխատում։ Աստված մեր հին սիրտ ասում է շփրտի։ Կվերցնեմ ասում է։ Եվ քեզ նոր սիրտ կտամ, մարմնե սիրտ, որը որ կունենա զգացմունքներ, որը որ կհամապատասխանի իր սրտի հետ։ Ասում էր, ես իմ սիրելին ընտրեցի։ Դա խորհրդանիշ է Հիսուսի հետ, ճիշտ է, ինքը Դավիթին է ընտրում, չնայած Դավիթն է տենց սիրտ ուներ։ Ասում է, ես իմ սիրելին ընտրեցի, ես իրան սիրեցի Դավիթին, ինչի համար, որտեվ ինքը կանի իմ սրտի ուզածները։ Ոնց մարդ կարա մեկը մյուսի սրտի ուզածները անի, եւ որ սիրտը սրտին համապատասխանում է։ Եկեք համաձայնվենք, որ Աստծո սիրտը ամենալավ սիրտն է, ամենաօրիգինալ, սուրբ սիրտն է Աստծո սիրտը, ամեն։ Եվ դրանից լավ սիրտ գոյություն չունի։ Բայց Աստված ուզում է այդ նույն սիրտը, որ ինքը ունի, այդ նույն սերը, այդ նույն զգացմունքները, այդ նույն ողորմությունը, այդ նույն համբերությունը, ուզում է այդ նույնը մեզ տա, որտեվ իր սրտի մեջ հա այս թագավորությունը, այս արքայությունը, այս հավիտենությունը, գիտեք, այս ինչ որ Հիսուսը բերեց, Աստծո սիրտը բերեց, որ մեզ տա։ Հիմա մենք ուզում ենք Աստծո սիրտը ունենանք, թե ոչ։ Եթե մենք ուզում ենք Աստծո սիրտ ունենանք, Աստծուն նմանվենք, որտեղ նա կատարյալ է, լավն է, ինքը ասում է դա դժվար չի։ Այսօր մեկին ասում ես ներիր քեզ նեղացնողին, ասում ես ո՞նց ներեմ, ես հո Հիսուսը չեմ, թող Հիսուսը, թող Աստված իրան ների, ես իրան չեմ կարա ներեմ։ Սիրելիս դա սխալ է, դա մահացած, մեռած մարդու խոսքեր է։ Աստված ասում է, ես քեզ տալիս եմ իմ սիրտը, որովհետեւ դու էլ կարողանաս ներես, ոնց որ ես եմ ներում, որովհետեւ դու էլ կարողանաս զգաս, ոնց որ ես եմ զգում, դու էլ կարողանաս իմ խոսքը տեղավորես, իմ խոսքով ապրես, ոնց որ ես եմ ապրում։ Աստված մեզ չի թողում օտար, չի պատժում, ասենք, գիտեք, շատ աշխարհը տենց է կարծում, աշխարհը կարծում է, դե ինքը իրան ինչ կա, որ ասենց նստած իր փառավոր աթոռի վրա փառքով ինքը ամեն ինչ կարա, մեզ էլ ասում է, դե դուք էլ տենց արեք։ Ոչ, տենց չի։ Աստված չի ստիպում մեզ նման ձևի անենք, մեռած մարդը Աստծո նման ապրի։ Ոչ, որովհետև չի կարա մեռած մարդը Աստծո նման ապրի։ Ուղղակի Աստված ցույց է տալի ինքը ով է։ Ասում է, ես սուրբ եմ, ես լավն եմ, ես փառավոր եմ, Աստված ասում է։ Եվ պետք չի
Ոնց որ երկ կա, չէ, արեգակին պետք է հեռվից նայել։ Գիտեք, այո, միգուցե Աստված շատ հզոր է, շատ սուրբ է, միգուցե չէ, տենց էլ կա։ Աստված շատ հզոր է, շատ սուրբ է, բայց ինքը չի ուզում, որ դու իրան հեռվից նայես։ Ինքը ուզում է, որպեսզի դու իրան մոտիկանաս։ Ոնց կարանք Աստծուն մոտիկանալ։ Քո հինը հանի քեզանից, դենն է դիր քեզանից։ Քո հին եսը, քո արած դրածը, քո կյանքը ապրած, լավն ու վատը, ես գիտեք ով եմ եղել։ Այ մարդ, ինչ էլ անես, մեկը չես կարա Աստծուն նմանվես, քո ապրածով, երբեք, դու չես կարա ունենաս Հիսուսի ստանդարտը, բայց եկեք փաստը մնում է փաստ, համաձայնվենք, որ Հիսուսի ստանդարտը պետք է ունենանք, որպեսզի երկինք մտնենք։ Հիսուսի ստանդարտը չունեցանք, չենք մտնի երկինք։ Եվ Հիսուսը մեզ տալիս է իր ստանդարտը, տալիս է իր հագուստները, տալիս է իր իրականությունը։ Իրական ապաշխարությունը ինչ է տալիս։ Փոխել կյանքի տիրոջը։ Մեր կյանքի տերը պետքա փոխվի։ Միայն մեղք թողնելը չի, սիրելիս։ Երբ որ մենք մնում ենք մեր հին բնության մեջ, մեր հին բնությունը ունի իր տերը։ Ու մեր հին բնության տերը գործում է մեր հին բնության հետ։ Այսինքն դու սիգնալ ես ստանում, միտք ես ստանում, շարժ ես ստանում, քո սիրտը սկսում է շարժվել, ինչ-որ գործողություն անել, եւ այդ սիգնալը գալիս է քո հին բնության տիրոջից, սատանայից։ Մեր ընկած մեռած մարդու, որ Աստվածաշունչը նոր կարդացինք, չէ՞, դուք մեռած եք ձեր հանցանքների եւ մեղքերի մեջ։ Այդ մեռած վիճակն էլ ունի տեր տիրակալ, դա սատանա է կոչվում։ Ինքը ղեկավարում է մեռած տեղերը, մեռած մարդիկ մեռած գործեր են անում։ Որտեվ կա կյանք եւ կա մահ, չկա մեջտեղ։ Այսօր շատ մարդիկ կարծում են մեջտեղ կա։ Ես ոչ մեռած գործեր կանեմ, սատանային ատում եմ, չեմ սիրում, հա, Աստծո ցավն էլ տանեմ, սենց են ասում։ Աստծո ցավն էլ տանեմ։ Մի րոպե, Աստծո ցավը պետք չի տանել նախ առաջինը։ Պետք է ապրել Աստծո խոսքով։ Եթե դու չես ապրում Աստծո խոսքով եւ դու ծնված չես վերստին, պետք չի կարծել, որ դու սատանային ես ծառայում։ Շատ էլ լավ ծառայում ես, ուղղակի դու չես ուզում դա գիտակցես։ Ուղղակի դու ծածկում ես դա։ Ուղղակի քո էգոն ու քո գոռոզությունը ասում է ծածկի, ինքը ով է ինձի բան ասի, մի րոպե։ Դու գիտես ես ով եմ։ Սենց չենք կարա սիրելիներս մենք ապրենք։ Մենք պետքա մեզ ճանաչենք։ Մենք պետքա մեր Տերը փոխենք։ Գիտես, Տերը այսուհետ իմ կյանքում թագավորում է։ Սա փոխվում է այն ժամանակ, երբ որ դու վերստին ծնվում ես, երբ որ քո հին բնության մեջ էլ չի աշխատում սատանան, բայց աշխատում է քո նոր բնության վրա Աստված։ Գաղատացին 2:20-ում գրած է, այլևս ոչ թե ես եմ ապրում, այլ Քրիստոսն է ապրում իմ մեջ։ Սա է հենց քրիստոնեական կյանքի կենտրոնը, որ այլևս ես չեմ ապրում, բայց Քրիստոսն է ապրում իմ մեջ։ Ապաշխարությունը Քրիստոսին կյանքի գահին նստեցնելն է։ Երբ որ մենք ապաշխարում ենք, ճշմարիտ ապաշխարություն ենք բերում, մեր կյանքի գահին նստում է Քրիստոսը։ Էլ ես չեմ, այլ Քրիստոսն է նստում։ Խի՞ է ինքը նստում իմ գահին։ Որտեվ Տեր, ես մինչև ես լավ ու վատ է, ինչա լավ չեմ ապրել, ճիշտ չեմ ապրել, իմ կյանքը ճիշտ չեմ դասավորել։ Ես չունեմ քո ստանդարտը, բայց դու ես կյանքի չեմպիոնը։ Դու կատարեցիր եւ դու ասեցիր կատարվեցավ, դու ես կատարյալը Հիսուս։ Արի իմ կյանքի մեջ, թագավորի իմ կյանքի մեջ։ Ես քեզանից եմ կախված։ Գիտես, այնքան հեշտ է ու այնքան երանելի է տենց ապրելը։ Անկեղծ կիսվում եմ ձեր հետ։ Անկամ հիվանդել կլինես, ցավերել կունենաս, դժվարություններ էլ կանցնես, բայց դու այնքան հանգիստ ես։ Գիտես խի, որտեվ քո կյանքի Տերը Հիսուսն է։ Քո մարմնի Տերը Հիսուսն է, քո հոգու Տերը Հիսուսն է, քո անձի Տերը Հիսուսն է, քո ընտանիքի Տերը Հիսուսն է։ Ինչ էլ կգա, դու կասես դու ես Տերը։ Հիվանդությունը կգա, կասես Հիսուս, դու ես Տերը։ Տիրություն արա։ Դու ես Տերը։ Գիտես, Հիսուսը սկսում է տիրություն անել, բժշկել, նորոգել, անցկացնել այն ժամանակ, երբ որ մենք իրան գահից չենք իջացնում, այլ թողում ենք, որպեսզի ինքը թագավորի մեր կյանքում։
Դու ես Տերը։ Իմ հիվանդությունը կգա կկպնի ինձ։ Գիտես ես ինչ եմ ասում, անկեղծ։ Ասում եմ Տեր, դու խնդրեմ ունես։ Հա։ Եթե ես ասեմ, ես խնդրեմ ունեմ, վայ ինձ, բայց ես չեմ վերցնում իմ վրա։ Եթե Հիսուսը իմ կյանքի թագավորն է, իմ կյանքի Տերն է, իմ մարմնի Տերն է, այո, ասում է, չէ՞, Հռոմեացիներից 12:1 գրած է։ Ձեր մարմինները անցած անգամ կարդացինք։ Խմբակներում ենք խոսացել այս թեմայով, չէ՞։ Ձեր մարմինները աղաչում եմ ասում է, կենթանի զոհ մատուցեք Աստծուն։ Եթե ես իմ մարմինը մատուցել եմ կենթանի զոհ Աստծուն ու իմ մարմինը ցավում է, հիվանդանում է եւ այլ, դրա Տերը Հիսուսն է։ Տեր, քո մարմինը, որը քեզ եմ հանձնել, սա քոնն է Հիսուս, հիվանդացել է Տեր։ Եթե Հավորապետը իր ծառայի համար հոգ էր տանում, օր կտրեց, մի օր ճանապարհ անցավ, կտրեց, եկավ Հիսուսին հանդիպեց, ասեց ծառաս հիվանդ է, խոսք մի հատ ասա, օրհնի թող բժշկվի։ Հավորապետ մարդ էր։ Աստված Հիսուսը, որ մենք իրան ծառայում ենք, ինքը չի հոգ տանի մեր համար։ Իհարկե հոգ կտանի։ Դրա համար պետք չի անհանգստանալ։ Գիտես, սա մեծ ուրախություն է, երբ որ դու Հիսուսի մեջ ես ապրում, երբ որ Հիսուսն է քո մեջ ապրում։ Սա այնքան հանգստություն է, իրականում հոգ չես տանում։ Իրականում ինչ ուզում ա լինի։ Պողոս ասում է մեզի ծեծում, ջարդում, բայց մենք միշտ ուրախ ենք, մենք ծիծաղում ենք, այն Հակոբոսին բանին բռնեցին, ծեծեցին, ասենց ուրախ գնում են, ասում Աստծո խաթր լավ, մի հատ է ծեծ կերանք, ուրախանում էին։ Էլուր մնաց կյանքում այնքան բաներ ա լինում, սիրելիս։ Այնքան դաժան է, մի փորձի դու ինքնուրույն ապրես այս խավար աշխարհում։ Այս աշխարհը իրականում խավար է։ Այս աշխարհը իրականում սատանայի ճնշման տակ է ապրում, նեղվում, մեռնում։ Այսինքն մահվան շուքի ձոր է այս աշխարհը։ Մի փորձի քո վրա ուժը դնես, քո կամքով ապրես, կամ չգիտեմ, քեզանով ապրես, մի փորձի չես կարա։ Սատանայից ուժեղ չես լինի երբեք, եթե Հիսուսին չհանձնվես, բայց Հիսուսը հաղթել է աշխարհը, ասում է մի վախեցի, որովհետև ես հաղթել եմ ինչ աշխարհը։ Գիտես, երբ որ քո կյանքի Տերը փոխվում է, քո բնությունն էլ է փոխվում, քո օրենքներն էլ են փոխվում։ Այս սատանան ոչ մի իշխանություն չի ունենում։ Ասում է, եթե ես Քրիստոսի մեջ եմ, ապրում եմ հոգով, ոչ թե մարմնով, ապա կյանքի Սուրբ Հոգու կյանքի օրենքն է իմ վրա գործում, ոչ թե մեղքի օրենքը։ Մեղքի օրենքը, որպեսզի քեզի սպանի, բայց կյանքի օրենքը, որպեսզի քեզ կյանք տա։ Մենք պետք է մեզ համարենք սենց քրիստոնյա։ Գիտեք, օրինակ եմ ասում, պատկերացրու մի մարդ, որ տեղափոխվել է մեկ այլ երկրից, և նոր քաղաքացիություն է ստացել։ Լավ, սենց, մեր վրա վերցնենք օրինակ, մենք հայ ենք, Հայաստանից մի օր եկել ենք ստե, հա, մի օր ես ստացել եմ ստեղի քաղաքացիություն, Գերմանիայի քաղաքացիություն։ Գիտեք առաջինը ինչ տեղի ունեցավ։ Երբ որ այդ քաղաքացիությունը ինձ տվեցին, այսինքն մինչև տալը, ասեցին ընկեր, մեր օրենքները սենցա, իրանց բոլոր օրենքները կարդացին, մի հատ էլ ասին, հələ մի հատ դու էլ կարդա, ես էլ կարդացի, ասին համաձայն ես մեր օրենքներով ապրես։ Ասեցի, դե եթե ստեղ եմ ապրում, այո, եթե ձեր օրենքները ասում է սենց, այո, ինչ տեղի ունեցա։ Եվ իրանք ինձ տվեցին ստեղի քաղաքացիություն։ Բայց ես պետքա հրաժարվեի իմ առաջվա քաղաքացիությունից։ Ինչ փոփոխություն տեղի ունեցավ։ Այսինքն իմ առաջվա քաղաքացիությունը, որը Հայաստանի հետ էր կապված, Հայաստանի ոչ մի օրենք էլ իմ վրա չի գործում։ Ես դուրս եկա Հայաստանի բոլոր օրենքների տակից եւ մտա մի ուրիշ երկրի օրենքների տակ։ Տենց էլ տեղի է ունենում, նման ձևի տեղի է ունենում, երբ որ դու փոխում ես քո թագավորությունը, քո աշխարհը, որ դե ապրում ես, հա, սատանայի այս ճնշված աշխարհը, որը մեռած եւ փտած է եւ իր մեղքի օրենքները ունի, գիտեք մեղքի օրենքը որն է, ձգողականության ուժի պես է, ինքը քաշում է դեպի դժոխք, կամ մեղք, կամ մահ։ Մեղքի վարձքը մահ է։ Դա օրենք է։
Եվ երբ որ ես անցնում եմ այս օրենքից, այսինքն այս քաղաքացիությունից, այս մեռած քաղաքացիությունից, անցնում եմ դեպի կյանքի քաղաքացիություն, որտեղ Հիսուսն է թագավոր, Հիսուսը ինձ նոր կյանք է տալիս։ Հիսուսի կյանքի օրենքը սկսում է իմ վրա գործել, որտեղ ես իրան հավանում եմ։ Ես իրան ասում եմ, այո Տեր, եթե սենց ես ասում, եթե քո կյանքի օրենքները սենց է, ես համաձայն եմ։ Եվ մենք պետք է պահենք Հիսուսի տված կյանքի օրենքները։ Ոսկի օրենքը ո՞րն է։ Ոսկի օրենքը պահես, սաղ կպահես։ Ով գիտի ոսկի օրենքը ո՞րն է Աստծո։ Այո։ Արա քո մերձավորին այն ինչ որ կուզեիր քեզ անեին։ Այսի ոսկի օրենք է։ Եթե դու այս օրենքը պահես, ամբողջը պահել ես։ Սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ կյանքով, քո ամբողջ էությունով, քո ամբողջ մտքով։ Սիրիր քո հորը։ Եվ արա ուրիշին են ինչ որ կուզեիր քեզ անել։ Գիտեք, սա, էսի պահես, սաղ պահել ես։ Էսի Աստծո արքայության ոսկի օրենքն է, որտեղ մենք պետքա մնայուն լինենք, սիրելիս։ Երբ որ մենք այս ոսկի օրենքից շեղվում ենք, մենք բոլորն ենք խախտում։ Երբ որ մենք խախտենք բոլորը, Աստված ասում է, կգան փոթորիկները, կբարձրանան եւ կզարկեն այն տանը, որ շինված է քարի կամ ավազի վրա։ Ավազի վրա շինված տունը ինքը ընկնելու է, ինչու, որովհետև Աստծո արքայության կարգ ու կանոնով չապրեցինք։ Այսինքն առաջինը պետքա լինենք այնտեղ, բայց պետքա Աստծո խոսքով ապրենք։ Այնտեղ չլինելու մենք չենք կարող Աստծո խոսքով ապրենք, կլինի ամեն ինչ ձևական։ Բայց երբ որ մենք վերստին ծնվել ենք Տիրոջ մեջ, մենք ապրում ենք Աստծո խոսքով եւ մեր այն արած դրածը, հա, որ աշխարհում նոր խոսացի արած դրած, ես էս եմ արել, այն եմ արել։ Գիտեք, նույն ձև էլ Աստված ասում է, դու իմ մեջ էլ կարաս անես դնես, դու իմ մեջ էլ կարաս ծառայես, դու իմ մեջ էլ կարաս թեկուզ լավ հաջողակ բիզնեսմեն լինես, կամ հաջողակ դասատու լինես, հաջողակ բժիշկ լինես, հաջողակ մարդ լինես, լույս լինես այս աշխարհում, հաջողակ ընտանիք ունենաս, ասում եմ, իմ մեջ էլ ես քեզ ավելին կտամ, իմ մեջ։ Բայց այս ամեն ինչը, որ մենք ապրում ենք, կառուցում ենք, պետք է կառուցվի ամեն ինչը Աստծո խոսքի հիման վրա։ Աստծո խոսքից դուրս, եթե մի բան կառուցեցիր, դա ընկնելու է անպայման, դա մնայուն չի լինելու։ Ես իմ քրիստոնյա կյանքում ունեցել եմ դեպքեր, որը որ կառուցվել է ոչ Աստծո խոսքի հիման վրա, Աստված դա չի օրհնել, եւ երբ որ փոթորիկը բարձրացել է, այսեն շուռ է տվել սա։ Ոչ մի բան ձեր կյանքում չանեք հանկարծ, սա պրոստը ասենց խորհուրդ է։ Ձեր կյանքում ոչ մի բան չկառուցեք, չանեք անարդարության վրա։ Որտեղ կա անարդարություն, դա Աստծո խոսքից հեռու է, եւ սատանան իշխանություն է ունենալու ձեր բոլոր կառույցների, ձեր բոլոր կառուցած կյանքի վրա, որտեղ կա սուտ եւ անարդարություն, որտեղ այնտեղ խավար կա։ Դա ավազի վրա կառուցված է։ Փոթորիկը մի օր բարձրանալու է։ Մի օր բարձրանալու է փոթորիկը։ Ավելավա մենք մեր ձեռով քանդենք դա, քան թե փոթորիկը որ բարձրանա, հետո շատ ցավոտ է լինելու։ Եթե քո կյանքում կա նման բաներ, ավելի լավ է հիմա քանդի։ Մի թույլ տուր, փոթորիկը որ քանդեց, շատ ցավոտ է լինելու։ Եվ մի երկու տեղով էլ կկիսվեմ ու հետո աղոտ կանենք։ Տեսեք, անառակ որդու պատմությունը իրական ապաշխարության պատկերն է մեր կյանքում, հա։ Ղուկաս 15-րդ գլուխը, մի հատված ուղղակի կվերցնեմ, բայց շատ սիրուն գլուխ է, հա, որտեղ Հիսուսը խոսում է, Ղուկաս 15-րդ գլուխ, տունը կարող եք կարդալ։ Ինչ ձև է, անառակ որդու մասին է ինքը խոսում, որ մարդը Աստծուց հեռանում է, որ մարդը Աստծուց հեռանում է, ինքը կորցնում է ամեն ինչ, իր ինքնությունը, իր սրբությունը, իր կյանքը, իր հագուստը անգամ, ամեն ինչ կորցնում է, այսինքն մեռած վիճակի մեջ է հայտնվում։ Եվ եկեք համաձայնվենք, որ մենք հենց տենց էլ ծնվել ենք։ Կասես, ես մեղավոր եմ, խե՞ղ տենց ծնվել։ Մենք բոլորս իրար հետ կապ ունենք։ Բոլոր մարդիկ այս աշխարհում իրար հետ կապ ունեն, ուղիղ կապ։ Որ սեն շատ սենց հետազոտ ենք, բոլորս իրար բարեկամ ենք, կապ չունի ազգությունը, իրականում։ Որտեվ ի սկզբանե եղել են երկու հոգի, Ադամ ու Եվա։ Ու իրանցից այսեն սկսելած է, ու այս մեր նախահայրը, հայրն ու մայրը, Ադամն ու Եվան, իրանք մեղանչեցին։
Իրանք մեղանչեցին իրանցից հետո, այսպես բոլոր աշխարհը այսպես ծնվեց, մենք էլ եկանք ծնվեցինք, մի օր էլ մենք ծնվեցինք, հիմա մենք ստեղ ենք, հա? Ու այս պատճառով, մեղքի պատճառով մենք արդեն սենց ենք ծնվել։ Մեզ արդեն սենց նվեր ստացած մեղավոր բնությունը արդեն ծնվել ենք Աստծուց հեռու։ Հա? Բայց տեսեք ինչ է կատարվում, երբ որ մարդը սկսում է գիտակցել, չէ՞, գրված է Ղուկաս ավետարան 15:17-ում մի հատված եմ կարդում գրած է, ապա ինքն իրան գալով ասաց, մեղավոր որդին, որ հեռացած էր Աստծուց, որ հեռու էր Աստծուց, ինքը իրան գալով ասաց։ Գիտես սիրելիս, ապաշխարությունը սկսում է այն ժամանակ, եւ մարդը սկսում է տեսնել իրան Աստծո լույսի մեջ։ Երբ որ Աստծո լույսը գալիս է քո կյանք, այսօր տեսեք ստեղ ենք, այսօր գիտեք ինչ է, ինչ օր է։ Աստծո լույսը ստեղ է։ Աստծո լույսի մեջ ենք մենք այսօր։ Աստծո խոսքը որտեղ կա, էսի Աստծո լույսն է։ Երբ որ մենք մեզի տեսնում ենք, բռնացնում ենք, գիտես դու քեզ միայն կարաս մեկտեղ բռնացնես եւ ինքդ քեզ հասկանաս եւ ինքդ քեզ հետ լինես շատ լուրջ։ Դա Աստծո խոսքն է։ Դա Աստծո լույսն է։ Ասում է լույս եղեք այս աշխարհում։ Դու խոսա լույսը, դու խոսա ավետարանը, դու խոսա Աստծո խոսքը, թող մարդիկ իրանց բռնացնեն իրանք իրանց մեջ։ Եվ ասում է, եւ ապա ինքն իրեն գալով ասաց, ինչ ասաց, հելնեմ գնամ հորս մոտ։ Այսինքն Հիսուսը որ եկավ մեզ ինչ ասեց, հիշում եք։ Ասեց իմ հայրը ու ձեր հայրը։ Ինքը մեզ իշմար էր տալի։ Ասում էր Աստված ձեր պապան է։ Ու ինքը սուրբ է, ինքը կատարյալ է, ինքը հավիտենական է։ Մենք էլ մի օր սենց եղավ, հելնեմ գնամ հորս մոտ։ Ու հելա ու գնացի հորս մոտ։ Տեսեք, երբ որ մենք գնում ենք հոր մոտ, պապան ինչեր է անում մեզի, բայց պետքա մենք ինքներս անկեղծանանք ինքներս մեր մեջ, այսինքն մեր սիրտը, մեր միտքը պետքա միաբան լինի։ Լինում է մարդը սրտի խորքում շատ է լավ հասկանում է ինչ-ինչոց է, չէ՞, բայց միտքը այսենց տանում է այսենց, ալի են ծովահեր ալիքների պես այսենց բարձանում է, գնում է տո անցյալ, տո ապագա, տո գիտես ես ով եմ, ես ինչ եմ արել, ինչ եմ դրել իմ պապան, իմ մաման ովքեր են, այսենց գնում գալիս, բայց սիրտդ գիտի, որ դա ճիշտ չի։ Բայց երբ որ Աստծո լույսը գալիս, Աստծո լույսը թույլ է տալ, որպեսզի քո սիրտը, քո խորը ճշմարտությունը, որ կա քո մեջ, ու քո միտքը միաբանվում են իրար հետ։ Սա մարդու իրական պատկերը, սենց պետքա լինի։ Մարդու սիրտ ու մարդու միտքը պետքա միաբան լինեն, սիրելիս։ Երբեք, երբ որ զգում ես, որ քո սիրտն ու միտքը սենց տարանջատված են, տենց մի ապրի։ Թող Աստծո լույսը միաբանի քեզ, որպեսզի դու ինքդ նախարարինը քո մեջ լինես ճշմարիտ։ Դու ինքդ քո մեջ ճիշտը խոսես։ Քանի մարդ ինքը իր մեջ ճշմարտությունը, անկեղծությունը ինքը իր մեջ չի խոսում, ինքը երբեք Աստծուն չի խոսա ճշմարտությունը։ Ինքը երբեք ուրիշին էլ չի ասի ճշմարտությունը։ Բայց երբ որ դու ինքդ քո մեջ ես հասկանում ճշմարտությունը եւ համաձայնվում ես, դու քայլ ես անում դեպի կյանքը։ Նա ելավ եւ գնաց հոր մոտ։ Գիտեք, երբ որ ինքը գնաց հոր մոտ, նա այլևս չի արդարացնում իրան, որովհետև ինքը ճշմարտությունը խոսած ինքը իր մեջ։ Նա չի մեղադրում ուրիշներին, սա իրական ապաշխարություն է, խնդրում եմ ուշադիր լսի, հերթականությունով գնում եմ։ Այս վերապրումները, այս զգացմունքները մենք պետք է ունենանք։ Նա չի արդարացնում իրան, ապաշխարող մարդը իրան չի արդարացնում։ Նա չի մեղադրում ուրիշներին իրավիճակների համար, որ շատ մեղադրելով գնանք, մինչև Ադամ ու Եվա կգնանք։ Արժե այդքան գնանք, հեռու է, կկորենք ճանապարհին։ Ավելի լավ է սկսենք մեզանից, հա, սկսենք մեզանից, եթե իմ պապան, մաման, պապի, տատի, նախահայր, նախամայր սխալներ են արել, դա իմ սխալներն է, չէ, հայկական խոսք ասում է, քո սխալը իմ սխալն է, ճիշտ է։ Մեր հայրերի սխալը մեր սխալն է, պետք չի փախնել դրանից։ Հակառակը պետքա իրանց համար էլ ապաշխարել, ծնողների համար էլ ապաշխարել, տատի պապի համար էլ ապաշխարել, պետք չի փախնել դրանից, պետք չի ասել իրա պատճառով, սրա պատճառով, նրա պատճառով։ Գիտես, սա անկեղծ ապաշխարող սիրտ է, որը որ արդեն ձևավորվում է, որպեսզի գա Աստծուն։
իրան չի արդարացնում, ուրիշներին չի մեղադրում հանգամանքները, պատճառները, չէ, տարբեր պատճառներ կարա լինի։ Պատճառներն է չի մեղադրում։ Նա ասում է, ես մեղանչեցի, ես էդի արեցի։ Տեսեք, Հիսուսը չեկավ է, ասեր, պապ ջան, ախր, այս Թադևոսը, այն Էդգարը, Ֆայնան, ախր իրանք արեցին, ես խի պետք է իրանց տեղը պատասխան տամ։ Դրա համար էլ Հիսուսը ծնվեց որպես մարդ էս աշխարհում, Աստված լինելով ծնվեց մարդ, որպեսզի մարդու այս մեղավոր այս պատճառները իր վրա էլ ազդի, որպեսզի ինքը օրենք ունենա, ասի ես ապաշխարում եմ իրանց տեղը։ Դու կարաս քո բարեկամների, քո հարազատների համար ապաշխարես։ Այո, կարաս։ Ոնց որ Հիսուսը մեր համար բարձրացավ խաչը, ինքը ոչ մի բան չէր արել, բայց ինքը վերցրեց ամեն ինչ իր վրա։ Սիրելիներ, ես ուզում եմ, որպեսզի մենք Աստծո սիրտը ունենանք։ Պատճառներ, հանգամանքներ չփնտրենք։ Մեր սիրտը պետք է այսպես պատրաստ լինի մոտիկանա Տիրոջը։ Եվ հետո, երբ որ քո սիրտը այդպես պատրաստ է, ինչ է տեղի ունենում, այնուհետև նա վեր կացավ եւ վերադարձավ հոր մոտ։ Գնաց հոր մոտ։ Ուզում եմ հիմա ուշադրություն դարձնես հոր վերաբերմունքը։ Թե հայրը ոնց է վերաբերվում նման սրտի հետ։ Ուրիշ ձևի չէ։ Խնդրում եմ, ստե ուշադիր եղի։ Չի դատապարտում ուրիշներին, իրան չի արդարացնում, հանգամանքները չի դատապարտում սրա պատճառով, նրա պատճառով, բայց ասում է ես մեղանչեցի ու վեր եմ կանում, գնում եմ Տիրոջ մոտ, քայլ եմ անում դեպի Տերը։ Գիտես, սա ճիշտ սրտի դիրք է։ Գիտեք սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է դու քո եսը սպանեցիր եւ գնում ես իր մոտ։ Գնում ես Տիրոջ մոտ ողորմություն փնտրելու։ Գիտեք ինքը ինչ էր մտածում, ասում էր գնա միգուցե հայրը ինձ կողորմա, կթողի որպեսզի իր ծառաների հետ գոնե հաց ուտեմ, ծառաների սեղանից։ Բայց տեսեք հայրը ոնց է վերաբերվում, ուշադրություն դարձրեք։ Հայրը չսպասեց մինչև որդին ամբողջովին մաքրվի, չէ՞։ Աստված չի սպասում մեզանից։ Այսօր շատ մարդիկ ասում են կգա ժամանակը կգնամ եկեղեցի, հələ մի քիչ բաների մեջ եմ, կմաքրվեմ, ծխելս թողեմ, խմելս թողեմ, չգիտեմ, գողությունս թողեմ, ես թողեմ, նոր կգնամ։ Աստված ասում է, գիտակցի, սիրտ ունեցի եւ քայլ արա դեպի ինձ։ Մենք չենք կարա մեղքերից ազատվենք, բացի Աստծուց, եթե Աստված չազատի մեզ։ Չսպասեց մինչև նա ապացուցի իր արժան լինելը։ Աստված դա չի սպասում մեզանից։ Մի կարծի ես արժան չեմ, ես չեմ կարա Տիրոջ մոտ գնամ, ոչ։ Երբեք չմտածես, սատանան քեզ շատ հաճախ խաբում, ասում է դու արժան չես։ Դու ես, դու այն ես, Տերը քեզ չի ընդունի, չէ, տենց չի։ Տերը ընդունում է այս սիրտը, դու քեզ չես արդարացնում, ուրիշներին չես դատապարտում, ոչ մի հանգամանքներից կախված չի, դու ուղղակի ասում ես, ես մեղանչեցի, Տեր, ես գալիս եմ ու դու քայլ ես անում դեպի Տերը։ Տեսեք ինչա գրած, 7 բան եմ ստեղ նշել ու շատ հիանալի է, այստեղ մենք պետքա տեսնենք Աստծո սիրտը ու Աստծո սերը, դրանից հետո աղոթք ենք անել։ Նայեք ինչ կատարեց, հայրը վազեց նրան ընդառաջ։ Երբ որ հայրը հեռվից տեսավ, որ նա արդեն գալիս է, հեռվից տեսավ, դա նա դեր հեռու էր։ Նա արդեն սիրտը պատրաստ էր եւ ելավ կանգնեց, ասեց գնամ հորս մոտ եւ ինքը քայլեր արեց դեպի հայրը։ Սիրես, երբ որ դու քայլեր ես անում դեպի Աստված, Աստված չի սպասում, որ դու մոտիկանաս, ընկնես քիդ բերնի վրա, այսպես պարկես ու 1000 անգամ ներողություն խնդրես։ Այո, այդ մենք պետք է անենք sense տենեն, բայց ինքը քեզանից էդի չի սպասում։ Ինքը քեզանից սպասում է քո անկեղծ սրտի դիրքը։ Սրտի դիրքը ոնց է։ Դեռ քո եսը պահում ես, մեղադրում ես ուրիշներին։ Հանգամանքների ելներով ինչ-որ քեզի պաշտպանում ես, դա չի աշխատելու, հայրը իր տեղից չի շարժվելու, բայց եթե դու ուզում ես հոր սիրտը շարժես քո կյանքի վրա, մի դատապարտի երբեք ոչ մեկին, քեզ էլ մի արդարացրու, ոչ մի բան մի դատապարտի, ուղղակի ասա, ես մեղավոր եմ և կետ, և ես ուզում եմ ողորմություն գտնեմ քո մոտ հայր։ Սա լավ սիրտ է, սա լավ սրտի դիրք է, սիրելիս, որի Աստծո սիրտը կշարժի։
Եվ Աստծո սիրտը այնքանով շարժվեց, որ ասեց, հերվից տեսա որդին, մեղավոր որդին գալիս է, ոչ թե արդար որդին, ոչ թե սուրբ որդին, ոչ թե լավ տղեն, այ անարժան մեղավոր որդին, հերվից տեսա, բայց իր սիրտը հայրը սենց նկատեց հերվից, հոր սիրտն է շարժվեց, վերացա տեղից հելավ հայրը, վազեց նրան ընդառաջ, պատկերացնում ես հոր սիրտը, եթե քո սիրտը արդար լինի Տիրոջ հանդեպ, իր սիրտն էլ քեզ այնքան սենց կգրկի կսիրի, ասում է, տեսեք, վազեց նրան ընդառաջ, Տերը կվազի քեզ ընդառաջ, հավատա, Հիսուսը ասում է, դուք ինձ չգտաք, ես ձեզ գտա, միգուցե դուք ինձ որոնում եք մոլորված ձեր սրտի դիրքը ճիշտ չէր, դրա համար դուք ինձ չէիք կարում գտնեիք, բայց երբ որ քո սրտի դիրքը լավ եղավ, ես քեզ գտա ասում է, Աստված երբեք չի գա սխալ տեղեր, սիրելիներս, պետք է ճիշտ սրտի դիրք ունենանք, որպեսզի Տերն է մեզ գտնի եւ մեզ նոր կյանք տա։ Գրկեց նրան։ Գիտես ինչքան քաղցր է, երբ որ Աստված քեզ գրկում է։ Վազեց ու գրկեց նրան։ Երբ որ Աստված, ինչ որ Աստված գրկի, էդի կորտնվի։ Ինչ որ Աստված գրկի, էդի ծաղկելու է։ Ինչ որ Աստված գրկի, դա նոր կյանք է ունենալու։ Երեխեն ասում է, Պապա, երեխեքը ոնց են ծնվում։ Բացատրում ասում են, դե պապան մամային գրկեց, ասում երեխա ծնվեց։ Գիտեք, Աստված ում գրկեց, այնտեղ նոր ծնունդ է լինելու։ Այնտեղ նոր կյանք է լինելու։ Աստված ուզում է նոր կյանք։ Համբուրեց նրան։ Դա այն սերն է, որ չի պակասում երբեք։ Գիտես այս համբուրը ինչի մասին է խոսում։ Որ Աստված իր սերը այսպես տվեց, որ դու հասկանաս, մինչև վեր, որտեղ Աստծո սիրո պակասության պատճառով մարդը մեռած է։ Ես քեզ ավելին ասեմ, այս աշխարհի խնդիրները, մարդկության մեռած վիճակը սիրո պակասությունն է։ Փորձի մարդուն սեր տաս, կենթանանում է։ Փորձի մարդուն ժպտա, սկսում է, ոնց որ սկսի սենց հարություն առնի։ Փորձի մարդու վատին լավով պատասխանես, սենց փոխվում է մարդու, սենց ուզում է սենց, ոնց որ սենց մեռած մարդուն բան անես, ռեանիմացիա անես, սենց ուզում է արդեն հետ գա։ Էլ ուր մնաց, որ հայրն է համբուրում։ Միանգամից է մարդը հետ գա, միանգամից մարդը կենթանանում է, որտեղ Աստծո սերը նորոգում է ամեն ինչ։ Ամեն քանդված տեղ, ամեն հասցրած վերքեր սատանայի, ամեն ինչ Աստծո սերը նորոգում է եւ նոր կյանք է տալիս։ Գիտես, մենք սիրո կարիք ունենք Աստծո։ Մեր պակասը հենց Աստծո սերն է, երբ որ դու դա հասկանաս, դու վազելով ես գնալու Աստծո մոտ։ Որտեղ մեր կյանքը, մեր հավիտենական կյանքը ուղիղ կապ ունի Աստծո սիրուց։ Ոնց որ մեքենան առանց վառելիքի չես կարա քշես, հա? Կամ առանց այսօր էլեկտրոէներգիայի չես կարա քշես, նենց է մարդը չի կարա ապրի առանց Աստծո սիրո։ Սիրելիս, մեզ պետք է Աստծո սերը, որպեսզի մենք ապրենք։ Եվ այդ համբուրի մեջ Աստված դնում է իր սերը քո սրտի մեջ։ Հենց այդ առաջի սերն է, որ Աստված ասում է, չմոռանաս երբեք, չմոռանաս ես ոնց հելա, ոնց վազեցի եկա քո մոտ, ոնց գրկեցի քեզ, ոնց սիրեցի քեզ։ Հագցրեց նրան նոր պատմության գրածա։ Արդարության պատմությանը, պատկերացրեք, ինքը հələ չի հագցրել, բայց արդեն գրկում ու սիրում է։ Հələ պատկերացրեք, այս որդին, այսի հերթականությունը սենց է գալի։ Հələ որդին իր այն հին մեղավոր շորերով է, հա, բայց հայրը գրկում ու պաչում է իրան, համբուրում է իրան։ Նոր դրանից հետո հագցնում է նոր պատմության։ Նոր պատմությունը դա արդարությունն է։ Հիսուս Քրիստոսի արդարությունը հագցնում է հայրը քեզ։ Դու այլևս արդար ես։ Դու էլ մեղավոր չես, դու արդար ես, դու ճիշտ դիրք ունեցար սրտի։ Հետո ինչ ասում։ Մատանի դրեց նրա մատին։ Սա էլ Սուրբ Հոգու պարգևն է, սիրելիս։ Երբ որ Աստված քեզ արդարացնում է, սրբացնում է, Սուրբ Հոգին գալիս է քո կյանքի մեջ, որտեղ Սուրբ Հոգին լավ հիշի, ինքը չի գա մեղավոր կյանքի մեջ։ Ինքը սուրբ է։ Հենց այնպես չի, որ անունը հենց տենց էլ դրված է իրա։ Սուրբ Հոգի, Սուրբ Հոգի։ Հիսուս ասաց, Սուրբ Հոգուն հանգարց չնեղացնեք։ Սուրբ Հոգին գալիս է միայն սուրբ տեղերն է լինում։ Եվ ինքը եկավ հենց այն պատճառով մեր կյանքի մեջ,
որ մենք հավատացինք, որ Հիսուսը մեր համար արյուն ա թափել եւ մեզ արդարացրեց Հայրը Հիսուսի թափված արյունով։ Եվ այդ պատճառով, որ Սուրբ Հոգին տեսավ մենք սուրբ ենք մեր հավատքով, եկավ մեր մեջ, մեր կյանքի մեջ է ապրում։ Մատանի դրեց, այսի Սուրբ Հոգու պարգևն է։ Կոշիկներ հագցրեց գրածա։ Կոշիկներ հագցրեց։ Ինչ է կոշիկները։ Աստված քեզ նոր կոշիկներ է հագցնում։ Երանելի են ոտքերը, որ գնում են Աստծուն ծառայելու։ Երանելի են ոտքերը, որ քայլում են Աստծու փառքի համար։ Երանելի են ոտքերը, որ գնում են Աստծու ավետարանը խոսալու համար։ Աստված քեզ կոշիկներ է հագցնում, որպեսզի դու քայլես իր առջև։ Ոնց որ Ենոխը գրված է, Ենոխը քայլում էր, այնց է գրած է, քայլում էր Աստծու առջև եւ մի օր Աստված իրան վերցրեց։ Նույնը եկեղեցին այսօր, նույնը ես ու դու սիրելիս։ Եթե մենք քայլենք Աստծու առջև, մի օր Աստված մեզ վերցնելու է, բայց Աստծու առջև քայլում են նրանք, ովքեր կոշիկ ունեն Աստծուց տրված։ Առանց Աստծու կոշիկները մենք չենք կարող քայլենք իր առջև։ Մենք կքայլենք ծուռ ճանապարհներով, բայց եթե դու ուզում ես Աստծու առջև քայլես, եղի այս դիրքի մեջ, որդի դիրքի մեջ, որտեղ Հայրը կոշիկա քեզ հագցնում, եւ այդ կոշիկները քեզ ուղղում են քո ճանապարհը, ուղղում են քո ոտքերը դեպի ճիշտ ճանապարհ։ Ամեն։ Եվ վերջինը ի՞նչ է տեղի ունենում, ի՞նչ է խոսում այս Հիսուսը այս խոսքի մեջ, եւ ուրախացավ։ Հենց սախ տվեց, հագցրեց, կապցրեց եւ ուրախացավ։ Ինչ է այս ուրախությունը։ Աստծու արքայությունը կատարվեց քո մեջ։ Աստծու արքայությունը ոչ խմելիք է, ոչ ուտելիք է ասում է, բայց ձեր սրտի մեջ է, ձեր մեջ է Աստծու արքայությունը։ Ինչ է Աստծու արքայությունը։ Ուրախություն, խաղություն, հանգստություն։ Եվ Աստծու արքայությունը կատարվեց մարդու մեջ։ Ամեն։ Ուրեմն Մատթեոս 3:8 ուրեմն ապաշխարության արժանի պտուղ բերեք։ Սիրելիս, միգուցե դու ապաշխարել ես արդեն, միգուցե դու շուտվանից ես ապաշխարել եկեղեցում ես, միգուցե սա քո համար նորություն է, բայց գիտես երբեք ուշ չի քո ապաշխարության արմատները ամրացնելը։ Երբեք ուշ չի քո ֆունդամենտը, որ դու դրել ես, էլ ամուր անելը, էլ ճշմարտության մեջ մտնել ես ապաշխարությունով։ Դրա համար ես քեզ կոչ կանեմ, որպեսզի այսօր այս քարոզի, այս ճշմարտության հիման վրա քո սիրտը պատրաստ անես Աստծուն։ Եկեք այսօր sense պատրաստ սիրտ ունենանք։ Ես ոչ մեկին չեմ դատապարտում։ Ես հանգամանքները չեմ դատապարտում։ Ես մեղավոր եմ։ Ու ես Տիրոջ ողորմությունն եմ խնդրում։ Ու ես իմ եսը դնում եմ մի կողմ։ Ես քայլ եմ անում դեպի Հայրը։ Ունենանք այսօր այս սրտի դիրքը, որպեսզի Աստված մեզ գրկի, ով է ուզում Աստված իրան գրկի, Աստված իրան սիրի, Աստված իրան համբուրի, Աստված իրան նոր զգեստներ հագցնի, Աստված իրան մատին մատանի դնի, Աստված իրան կոշիկներ տա, որը կքայլի միայն լույսի մեջ, միայն Աստծու փառքի մեջ, որտեղ միայն Աստծու փառքի մեջ, լույսի մեջ քայլողները դատաստանին չեն մասնակցի, այլ հավիտենական կյանք ունեն։ Ամեն։ Գիտես, նոր նպատակ ունեցի։ Նպատակը դիր ամեն ինչ անես, քո սիրտը միշտ պահես այս դիրքի մեջ։ Սիրտդ միշտ այս դիրքի մեջ պահի, եւ Աստված քեզ նոր սիրտ կտա եւ նոր կյանք կտա։ Շատ մարդիկ այսօր հոգեբանների մոտ են գնում, որպեսզի իրանց կյանքը փոխեն, որովհետեւ շատերը այսօր հասկանում են, որ այս աշխարհը փուջ է դառը, փչացել է, դեպի վատն է, դեգրադացվել է այս աշխարհը։ Դա փաստ է, բոլորս ենք դա տենում, դա տեսանելի է։ Եվ այսօր շատ մարդիկ, խելացի շատ մարդիկ փորձում են փոխեն իրանց կյանքը։ Ոմանք հաճախում են հոգեբանների մոտ, ոմանք կարդում են ինքնազարգացման ինչ-որ գրքեր, որպեսզի իրանց կյանքը փոխեն, իրանց մտածելակերպը փոխեն։ Ոմանք իրանց խոստանում են, որ ես այլևս կդառնամ լավ մարդ, էլ վատ բաներ չեմ անի, բայց առանց Քրիստոսի մարդը չի կարող անել ոչ մի բան։ Հիսուսը ասաց առանց ինձ ոչինչ չեք կարող անել։
Որովհետև իրական բարիքը ասում է իմ մեջ է, իրական կյանքը իմ մեջ է։ Դուք պետք է կախված լինեք ինձանից։ Մեր կախումը, տեսեք, մենք սովոր ենք, չէ՞։ Մենք շատ լավ գիտենք կախվածությունը ինչ է։ Միգուցե մեկը ծխել է, մեկը խմել է, մեկը նարկոտիկ է օգտագործել, մեկը սերիալներից է կախված եղել, մեկը, չգիտեմ, տղամարդուց կամ կնոջից է կախված եղել։ Մենք բոլորս էլ շատ լավ գիտենք ինչ է կախվածությունը։ Սիրելիս, դա իմանալով այսօր Աստված քեզ ասում է, կախվածություն ունեցի ինձանից եւ կյանք կստանաս։ Կախվածություն ունեցի ինձանից եւ պտուղ կբերես։ Կյանքի պտուղ կառաջանա քո մեջ։ Եկեք այսօր կախվածություն ունենանք իրականում Հիսուսից։ Հիսուսը եկա, որպեսզի մեռածին կենդանացնի։ Դրա համար Պողոս առաքյալը հայտարարում է։ Մեր հիմնական խոսքը կարդում եմ ու աղոթք ենք անում։ Ուրեմն, եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է։ Հինը անցավ, ահա ամեն բան նոր եղավ։ Ասա ես նոր եմ Աստծու մեջ։ Իմ հինը թող թաղված լինի, ես նոր եմ Աստծու մեջ։ Սիրելիս, քո հինը, քո ճշմարիտ անկեղծ ապաշխարությունով հինը Աստված թողելու է ջրի տակ։ Քո հինը Աստված այդ մկրտությունը հենց այդ է նշանակում։ Ես մյուս քարոզին դրա մասին կխոսամ։ Երբ որ մենք անկեղծ այս սրտով գալիս ենք Տիրոջ մոտ, քո հինը Աստված թողում է, խորտակում է եւ սպանում է ջրի տակ, որպեսզի քեզի կոնտրոլ չանի եւ քեզ չառաջնորդի քո հինը։ Ամեն։ Եկեք կանգնենք աղոթքի։